հրաշք եւ հրաշալի օրով եկեք փառավորենք Տիրոջը, ամեն։ Եթե կարաս կանգնի ոտքի, եթե ոչ նստած փառավորի, Տերը տվել է լեզու վերան, ու ասում ամեն շունչ ունեցող թողի ջանի փառավորի Տիրոջը, hallelujah. Let everyone that has breath praise the Lord, amen. That's the purpose for your breath, is to praise Almighty God, who has given you life. Ժողովրդին, եթե Աստվածաշունչ չես կարդում, մեղավոր մի զգա քեզի, այլ սոված զգա, ամեն, ավելի շուտ սով թող զգա քո հոգին, որ սոված լինես իր կենդանի խոսքին, կյանք տվող հացին, հալելույա։ Միասին երգենք, ով Տեր գործել քեզ քանի դեռ կա, դու ինձ փրկել ես շատ անգամ, առաջնորդել ես ինձ քո տուն, ու ինձ դարձել դանսուն, ով Տեր գործել քեզ քանի դեռ կա, դու ինձ փրկել ես շատ անգամ, առաջնորդել ես ինձ քո տուն, ու ինձ դարձել դանսուն, Աստված բարի է և ողորմած է, հավատարի ուսում, իր խոսքը ինձ կյանքի հաց է, շավիղներին իգնում, Աստված բարի է և ողորմած է, հավատարի ուսում, իր խոսքը ինձ կյանքի հաց է, շավիղներին իգնում, Ալելույա, 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 Հալե, հալելույա, Ալելույա, 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 Հալելույա, Հալե, հալելույա, մեկ անգամ էլ Ալելույա, Ալելույա, այո քեզ Ալելույա Տեր, Ալելույա, 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 Հալելույա, Հալե, հալելույա, Աստված բարի է և ողորմած է, հավատարի ուսում, իր խոսքը ինձ կյանքի հաց է, շավիղներին իգնում, Աստված բարի է և ողորմած է, հավատարի ուսում, իր խոսքը ինձ կյանքի հաց է, շավիղներին իգնում, շավիղներին իգնում,
ասենք փառք ես թագավորների թագավոր, տերերի տեր, հալելույա։ Փառք մեր Տիրոջը, սիրելիներս, խնդրեմ նստեք մի պահ։ Մեր Տերը, մեր քաղցր Տերը, նա մեր համար շնորհք է, բարիք է, օրհնություն է։ Դավիթ թագավորը 27-րդ Սաղմոսի մեջ հետևյալ այսպես է ձևակերպում. Տերն է իմ լույսը եւ իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ։ Չարերն ինձ վրա են գալիս, որի մարմինն ուտեն, իմ նեղացնողներն ու թշնամները սահում են եւ վայր ընկնում։ Թեև զորաբանակ էլ իմ դեմ բարձրանա, իմ սիրտը չի վախենա։ Թեև պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կհուսամ։ Եվ այս Սաղմոսի մեջ գալիս է իմ ամենասիրած հատվածը։ Մեկ բան եմ խնդրում Տերիցը, եւ այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով նայեմ, քննեմ։ Եթե մի պահ մենք տեղափոխվենք մի քանի հազար տարի առաջ եւ փորձենք հասկանալ, թե Դավիթը ինչի մասին էր խոսում այստեղ։ Մի պահ հետ կգանք, դրանից հետո շարունակում է, որովհետև չար օրումը նա ծածկում է ինձ իր խորանի մեջ։ Նա թաքցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը եւ բարձրացնում է ինձ վեմի վրա։ Սրանք պատահական խոսքեր չեն, որ Դավիթը ասում է, սիրելիս։ Տիրոջ խորանի ծածուկ տեղը, ինչի մասին է խոսում Դավիթը, եւ բարձրացնում է ինձ վեմի վրա։ Որն է, եթե նրա փափագը Տիրոջ տան մեջ լինելն էր, եւ նա ասում է, որ սա այդ խորանը եւ նրա ծածուկ տեղն է, այնտեղ վեմ չի կարա լինի։ Վեմը նա բարձր մի տեղ է, չէ, բայց ինքը հասկանում է նրա հոգևոր մասը, նա հոգու մեջ հասկանում է եկող խոստացյալ վեմը, որի վրա որ մենք հիմնված ենք, Քրիստոս վեմի մասին է խոսքը, սիրելիներս։ Երբ որ մենք մի քանի հազար տարի, այսպես ասած, հետ գնանք եւ տեսնենք այդ Դավիթի ասած այս որ ասում է Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերումը, Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով նայեմ։ Ինչ տաճարի մասն էր խոսում Դավիթը։ Որն էր Դավիթ թագավորի օրերում եղող տաճարը։ Ինչ տաճարի մասն էր խոսքը։ Տաճարը դա ընդամենը այն խորանն էր, որ Աստված Մովսեսին պատվիրեց, որ իրենք անապատում հավաքում էին, հետո տեղափոխվելուց նորից էլի հավաքում էին, տանում էին, նորից էլի կանգնեցնում էին։ Սրաչափ մի բան էր, սրաչափ մի բան էր ինչ որ։ Այդ հատկապես այդ ծածկույցի տակ, որ մտնում է սրբություն եւ սրբության սրբոց այդ խորանը, սրանից փոքր մի տեղ է։ Բայց Դավիթ թագավորն ասում է, որ մեկ բան եմ խնդրում։ Իմ կյանքի բոլոր օրերում Տիրոջ տան մեջ բնակվեմ եւ այդ փոքրիկ կառույցի մեջ, վրանի մեջ, այդ փոքրիկ վրանի մեջ ասում է Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ։ Եվ ստեղ հետաքրքիր մի բան է ասում Դավիթ թագավորը, ասում է եւ ես նրան զննելով մտիկ տամ, զննելով նայեմ։ I look at it intently. Զննելով նայեմ, քննել, զննել, ամեն մի դետալը հասկանալ, որովհետև եթե գնանք եւ Ելից 25-րդ գլխից սկսած կարդանք ամբողջ Ելից գիրքը,
որ վերջացնենք 25-րդ գլխից սկսած, կտեսնենք, որ Աստված մանրակրկիտ ձևով Մովսեսին պատվիրում է, թե ինչպես պետք է կառուցի այդ խորանը։ Տալիս է նրան գույները, տալիս է նրան մատերիալը, տալիս է նրան չափը, ամեն ինչի չափը, քանակը, կշիռը մանրամասն տալիս է եւ ասում է ինչպես որ պատվիրեցի, այդպես պիտի կառուցես։ Նրա մեջ գունազարդ, սպիտակ, քերով, բեներով գործված, ոսկեզոծ, կարյունով, կարմիրով ներկված այդ կաշին եւ նրա վերևից 4 շերտ ուներ։ Դավիթը սկսում է նայել գույները, ամեն ինչը զննել, որովհետեւ Աստված անիմաստ ոչինչ չի անում։ Եվ Դավիթը սկսում է փնտրել ամեն դետալի մեջ նրա իմաստը ման գալի։ David is looking to find the meaning behind every article and symbol and color and material. Հիմա տեսնում ենք Դավիթի ամբողջ փափագ ասում էր այդ վրանի մեջ լինեմ իմ կյանքի բոլոր օրերում եւ այդտեղ է որ Տիրոջ գեղեցկությունը ես տեսնում եմ։ Նա թագավոր մարդ էր։ Ամբողջ թագավորությունը նրա առաջ էր։ Նա կարող էր գնալ եւ ամենագեղեցիկ վայրերը իրենն էր։ Որտեղ որ մատը դներ իրենն էր։ Բայց ասում է ես ընտրեցի Տիրոջ տան մեջ լինելու տաճարի մեջ, Տիրոջ տան մեջ, այնտեղ նայեմ, տնտղեմ եւ Տիրոջ գեղեցկությունը հասկանամ։ Եվ նրա մեջ նա գտնում է իր պաշտպանությունը։ Նա որ Տիրոջ տան մեջ է բնակվում, ասում է, որ չարերն ինձ վրա են գալի, որի մարմինն ուտեն ինձ նեղացողներն ու թշնամները սահում են եւ ընկնում։ Ինչի համար։ Որտեւ նրա հետարքրությունը դրանց վրա չէր այլևս։ Նրա հայացքը եւ աչքերը Տիրոջն են ուղղված եւ Տերը պաշտպանում է նրան, քանի որ ինքը իր տան մեջ է գտնվում։ Եկեք մի պահ ուզում եմ հասկանանք, որ ինչ հետևանք ունեցավ Դավիթի տաճարը քննելու Աստծո տաճարի մեջ, այդ փոքրիկ վրանի մեջ իր օրերն անցկացնելու եւ քննելու, փորձելու հասկանալ, թե Աստված որ Մովսեսին ասեց, այսպես կկառուցես, ինչ նշանակություն իմաստ ունեին։ Դա ընդամենը փոքր մի վրան էր, շատ մեծ չէր։ Այնտեղ մի քանի հոգի հազիվ կտեղավորվեին։ Այս վրանը երևի թե ավելի մեծ է, քան թե այն ա եղել, այն խորանը, որ Դավիթն ա խոսում։ Բայց տեսեք, երբ որ Դավիթը իր կյանքի օրերը անցկացնում Տիրոջ տաճարի մեջ, նրան Աստված տալիս է ինչ? Տեսիլք, vision. When he spends his days of life in that small tent before the tabernacle, in the dwelling place, God gives him vision. Աստված նրան տեսիլք է տալիս։ Որն էր Դավիթի տեսիլքը։ Կարող եք ասել։ Ձեզ շատ չչարչարեմ։ Հիշում եք Սողոմոնի տաճարը։ Հետաքրքիր է, որ բոլորը նրան ասում են Սողոմոնի տաճարը։ Բայց եկեք հասկանանք, որ Սողոմոնը ինքը իրանից գաղափար չուներ այդ տաճարի համար։ Եթե կարդանք առաջի մնացորդած First Chronicle chapter 28, առաջի մնացորդած 28-րդ գլուխը, եւ Դավիթը ժողովեց Իսրայելի բոլոր իշխաններին, ցեղեր իշխաններին, թագավորներին, ծառայություն անող դասակարգերին, հազարապետներին եւ նրանց սկսեց ասել, որ ինձանից հետո ին որդի Սողոմոնն է լինելու։ Եվ դու որդյակիմ Սողոմոն ճանաչիր քո հոր Աստծուն եւ ծառայիր նրան կատարյալ սրտով եւ հոժար կամքով։ Տես ինչ խորհուրդ է տալիս Դավիթը իր որդուն։ Ասում է ճանաչիր քո հոր Աստծուն, բայց միթե Սողոմոնը չէր ճանաչում Աստծուն։ Նա մեծացել էր իր հոր խնամքի ներքո։ Նա տեսել էր Դավիթին, որ նա ամեն օր գնում է Տիրոջ տունը եւ քննում եւ զննում եւ փորձում է հասկանալ Աստծուն։ Բայց այստեղ Դավիթ թագավորը իր որդուն ասում է դու արդեն անձնապես պիտի ճանաչես Աստծուն։
Մեկ բան է, որ մենք ընդհանրական գալիս ենք եկեղեցի եւ ինչ որ մեկը Աստծո խոսք է լսում, դու էլ լսում գնում ես։ Բայց պահը գալիս է, որ Աստված քեզ ասում է, դու ինքդ անհատապես personally սկսիր ինձ ճանաչել։ Աստուն ճանաչելու համար ինչ պետք է անել։ Ինչ արեց Դավիթը։ Նա գնաց Տիրոջ տունը, քննում էր, զննում էր հասկանալու համար։ Եվ Դավիթը մի բան էր հասկացել. ճանաչիր քո հոր Աստծուն եւ ծառայիր նրան, վերջակետ չի դնում, կատարյալ սրտով եւ հոժար կամքով։ Ինչի համար։ Որովհետեւ Տերը քննում է բոլոր սրտերը եւ գիտե խորհուրդների բոլոր միտքը։ Եթե նրան որոնես, նա կգտնվի քեզանից։ Իսկ եթե նրան թողնես, նա էլ քեզ կթողնե հավիտյան։ Եվ դրանից հետո Դավիթը Սողոմոնին ասում է, եւ Դավիթը իր որդի Սողոմոնին տվավ սրահի եւ նրա սենյակների եւ նրա գանձարանների եւ նրա վերնատուների եւ նրա ներքին շտեմարանների եւ քավության գաղափարը։ Ով տվեց Սողոմոնին տաճարը կառուցելու գաղափարը։ Դավիթը։ Ասում է, եւ Դավիթը տվեց այդ գաղափարը եւ այն ամենի գաղափարը, որ նա ուներ իր մտքումը Տիրոջ տան գավիթների համար եւ բոլոր սենյակների համար շուրջանակի։ Ամեն պաշտոնների, ամեն ոսկե անոթների կշիռը, ամեն արծաթի անոթների կշիռը, ամեն պաշտոնների անոթների, ոսկե աշտանակների եւ նրանց ճրակների կշիռը եւ այստեղ գնում է ամեն արծաթի կշիռը, ամեն ամանների, կոնքերի կշիռը, չափը, քանակը, սա պետքա լինի արծաթով, սա պետքա լինի ոսկիով, սրա կշիռը այսքան պետքա լինի, սրա քաշը այսքան պետքա լինի, սրա երկարությունը այսքան պետք լինի, սրա լայնությունը այսքան պիտի լինի։ Ինչի համար։ Հետարքիր է, ինչի համար Դավիթը այս ամբողջ մանրամասնությամբ Սողոմոնին ասեց, թե ինչպես պիտի դու տաճարը կառուցես։ Սիրելիներս, ուզում եմ մի բան հասկանանք, որ երբ որ Դավիթը Աստծո տան մեջ քննում զննում էր, Աստված նրան տեսիլք է տալի։ Երբ որ Աստված Մովսեսին Սինա լեռան վրա 40 օր 40 գիշեր տեսիլքը տվեց այն խորանը կառուցելու, որ կառուցեցին այդ փոքրիկ վրանը, Աստված Մովսեսին տվեց յուրաքանչյուր առարկայի չափսը, կշիռը, գույնը, մատերիալը, նյութը եւ ասեց այսպես պիտի անես։ Աստված չի թողնում իր տան մեջ դու քո ուզածով անես։ Քանի որ դա նրա տաճարն է, Աստված հոգ է տանում, որ ամեն բան իր կամքի համեմատ լինի, որովհետև ինքը կատարյալ, արդար եւ սուրբ է։ Հիմա տեսեք Մովսեսի տված տաճարը շատ փոքր էր, բայց երբ որ Դավիթը բնակվում էր Աստծո տան մեջ եւ ուշադրություն է դարձնում, Աստված նրան տեսիլք է տալի շատ ավելի մեծ։ God gives him a vision much grander. Շատ ավելի մեծ, քան Մովսեսինն էր։ Խորհուրդը նույնն է, ամբողջը Քրիստոս է ներկայացնում, ծավալը այս անգամ շատ ավելի մեծ էր։ Հիմա տեսնենք, թե Դավիթը ինչպես այդ ամենը հասկացավ, որի քաշը կշիռը ինչպես պիտի լինի։ 19-րդ համարի մեջ ասում է, այս ամեն այս գաղափարի բոլոր գործքերը ինձ հասկացրեց Տերը, իր ձեռքի գրովը, ասեց Դավիթը։ Եվ Դավիթն ասեց իր որդի Սողոմոնին, զորացիր, քաջասիրտ եղիր եւ կատարիր եւ մի վախենա եւ մի զարհուրիր, որովհետեւ իմ Աստված Եհովա Աստվածը քեզ հետ է, նա քեզ չի թողնի եւ քեզ չի ձգի, միջև տան ծառայության բոլոր գործերը կատարես։ Տեսեք, երբ որ հոգևոր մարդը մտածում է, որ դե 50 տարի ապրեցի հոգևոր կյանքս, բայց սիրելիս, եթե անցկացնեմ ես եւ դու իրար հետ, եթե ամեն մեկս
Տիրոջ տունը, այնտեղ մտածելու, խորհելու, Տիրոջ մասին մտածելու, անհնար է, որ Աստված այդ փոքրից տեսիլքը չմեծացնի։ Բայց երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ Աստված երբ որ ասեց ես վայր կգամ իմ ժողովրդի մեջ, խորան կառուցիր, որ ես նրանց մեջ բնակվեմ, խորանը նրա համար էր, որ Աստված մարդկանց մեջ բնակվեր, որ այլևս երկնքում են հեռու անտեսանելի երկնքում չլինի, Աստված մարդկանց մեջ լինի եւ մարդիկ տեսնեն։ Եվ երբ որ Դավիթը, որ Աստծո սրտի համեմատ անձնավորություն էր, նա իր կյանքի օրերը Տիրոջ տան մեջ է անցկացնում, քննելու, զննելու, հասկանալու, Աստված նրա տեսիլքը շատ ավելի մեծացնում է, քան Մովսեսի տեսիլքը։ Եվ նա կառուցում է մեծ տաճար, որ աշխարհի ամբողջ կողմերից գալիս են տեսնելու եւ զարմանում էին նրա ճարտարապետության վրա, իր ժամանակի համար։ Բայց հիմա չկա տաճարը։ Սիրելիներս, եկեք հասկանանք, Աստված ասեց, որ մարդկանց մեջ բնակվելու համար ես պետք ունեմ տաճարի։ Բայց այսօր տաճարը չկա։ Ինչ եղավ։ Ուր է այդ տաճարը։ Ուզում եմ կարդանք իրար հետ Պետրոսի 2-րդ գլուխ 21 համարից մեկ վարքյան Պետրոս մի վարքյան, հա, ես տեղը արագ գտնեմ Չէ, տեղն է, ուղղակի չի նշել մոտս, ահա, ըստեղ է, 2-րդ գլուխ 9-րդ համարը, բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից է կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները։ Ստեղ միտեղ կար, որ ասում էր կենթանի քարեր։ Լավ, ստեղ հիմա չեմ գտնում, բայց ստեղ Պետրոսի մեջ ասում է դուք կենթանի քարեր։ Որտեղ է Տիրոջ տաճարը։ Դու կենթանի քարեր։ Աստված փոխեց ֆիզիկական տաճարը եւ այն դարձրեց քեզ, դարձրեց իր տաճարը։ Հիմա դու ամեն մեկը դու տաճար ես։ Տաճարը ինչի համար էր։ Աստծո փառքը հայտնելու, որպեսզի մարդիկ գային, հասկանային Տիրոջը, հաղորդակցվեն նրա հետ։ Աստված բազմապատկեց տաճարը, հոգևոր, ձեզանից յուրաքանչյուրը, ինձանից, քեզանից, բոլորս միասին, Աստված մեզ բազմապատկեց, դարձնելով հոգևոր տաճարներ։ Հիմա հարցս այսպիսին է. ինչպիսին է քո տեսիլքը հոգևոր կյանքի մեջ։ Դավիթը իր օրերը անց էր կացնում տաճարի մեջ Տիրոջը հասկանալու եւ Տերը բազմապատկեց նրա տեսիլքը։ Սիրելիս, եթե դու եւ ես այսօր մեր պարտականությունն է մեր հոգու ներսում, ինչպես Մատթեոս 6-րդ գլխի մեջ ասում, մտիր քո ներքին սենյակը, քո հոգու խորքում, փնտրիր այնտեղ Տիրոջը, այնտեղ անցկացրու քո կյանքի բոլոր օրերը, քո ներքին տաճարի մեջ, եւ այն ժամանակ Տերը իր ժամանակին կհանի այն մեծ տեսիլքը եւ կտեսնես, որ քո միջոցով դևերը դուրս են գալիս, կաղերը քայլում են, կույրերը տեսնում են, հասկանալի է, շատ ավելի խորը եւ ավելի մեծ տեղեր կարող է տանել Տերը, երբ որ մենք մեր ներքին տաճարի մեջ ժամանակ անցկացնենք իր հետ։ Եկեք կանգնենք ոտքի։ Սիրելի հայր, շնորհակալ եմ, փառավորում եմ քեզ այն օրհնությունների համար, որ դու պատրաստեցիր մեզ համար։
որ Դավիթ թագավորը տեսնելով ցանկանում էր, բայց այդ օրերը մեզ համար հիմա իրականություն է։ Եվ մենք կանգնած ենք հոգևոր այս վեմի վրա, այս ժայռի վրա, որ դու մեր մարմինները, մեր ողջ էությունը Սուրբ Հոգու տաճար ես դարձրել, Տեր։ Տար մեզ այն խորքերը, սրբության սրբոցը մեր ներսում քննելու եւ զննելու եւ քո գեղեցկությունը տեսնելու եւ հասկանալու։ Յուրաքանչյուրի մեջ արթնացրու, Տեր, այդ կրակը, ներքին սենյակը մղելու, տանելու, Տեր Հիսուսի անունով սիրելի Սուրբ Հոգի, յուրաքանչյուրին տար մեր ամեն մեկից մեր ներքին սենյակը այնտեղ փնտրելու, քննելու, զննելու, քո գեղեցկությունը տեսնելու, մեր տեսիլքը կրկնապատկելու, բազմապատկելու, որին 30, որին 60, որին 100, այս ամենը քո անվան եւ փառքի համար, սիրելի Սուրբ Հոգի, հալելույա։ Բայց նաև երբ որ այս քարերը հավաքվում են միասին, մի կառույց են սինում, մի տաճար, որ հավաքվել ենք, եւ այդ տաճարի մեջ իջնում է Տիրոջ փառքը յուրահատուկ ձևով։ Եկեք այսօր սպասող լինենք դրան, սիրելիներս, որտեղ մեր Տերը, երբ որ միաբանվում ենք, իջնում է եւ ուսում այսօր օրհնի ամեն մեկին, որ եկել ենք։ Հալելույա։ Երկենք միասին դավանենք, բարձրյալ, հզոր, օրհնյալ, թագավոր։
աշխարհից ցնցում եմ ես Տեր քեզանով իմ պաշտելին փառավոր Հիսուսի սերը հպվել է ինձ փոքել կտրել է այս աշխարհից ցնցում եմ ես Տեր քեզանով իմ պաշտելին փառավոր Ախ որքան եմ սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեծարել Ախ որքան եմ սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեծարել Հոգնել եմ այս մեղքի կյանքից տկար մարմնից ու ամենից միակը որ բուժել է ինձ վեր կառնի այս աշխարհից հոգնել եմ այս մեղքի կյանքից տկար մարմնից ու ամենից միակը որ բուժել է ինձ այո Հիսուսն է բուժել քեզ ախ որքան եմ սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեծարել ախ որքան եմ սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեծարել գալիս եմ քեզ հաշարությամբ գիտեմ կընդուն ես ուրախությամբ տխրություն տվեցիր մեղքերիս խաչի մահով և հարությամբ գալիս եմ քեզ հաշարությամբ այո արիներին հաշարությամբ ուրախությամբ քեզ կընդունի Հիսուսը Իմ մեղքերիս խաչի մահով և հարությամբ Միասին ենք ասում ախ որքան եմ սիրում քեզ իմ Հիսուս այո Հիսուս սիրում եմ քեզ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեծարել ախ որքան եմ սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեծարել ամենակով դու կասես որքան եմ սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեկ անգամ էլ ավելի բարձր ախ որքան ենք սիրում քեզ Հիսուս սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի ուզում եմ խոնարհվել փառաբանել ու մեծարել քեզ մեծարել ախ որքան ենք սիրում քեզ իմ Հիսուս իմ արարիչ իմ կյանքի լույս ուզում եմ խոնարհվել փառաբանել մեծարել փառաբանել մեծարել քեզ միայն Հիսուս Կարող ես սափարել Տերերի Տիրոջը Փառավորի նրա անունը թագավորների թագավորը որ մտավ մարմնի մեջ իր հոժար կամքով թողեց իր փառքը երկնքի սիրելիս Աստված այնքան սիրեց աշխարհ ասում է
այնքան սիրեց մեղավոր մարդուն, գիտես, ոչ թե որ իրան ուզում էին, փնտրում էին, ամեն մարդ իր գործին, սկի վեճները չէր, հոգները չէր, Աստծուն ոչ մեկ էլ չէր ուզում։ Բայց Աստված նայեց ու ասում է այնքան սիրեց։ Այնքան սիրեց։ He so loved the world that he gave, որ տվեց իր միածին որդուն։ Որով որ այսօր հավատա, ով որ այսօր աչքերը բարձրացնի այդ խաչի վրա, որտեղ կախված էր Աստծո միածին որդին, մենակով կրում էր ողջ բեռ ու ծանրությունը մեղքի, եւ այդ խավարի մեջ ասում է որ խավար էր, մի աղաղակ լսվեց. Աստված իմ, ինչու զիս թողեցիր։ Նա երբեք իր հոր Աստված չէր կանչել, բայց այդ խավարի մեջ, երբ որ մեղքի այդ գավաթն ու դատաստանն ու բարկությունը եւ Աստծո կրակը պիտի իջներ այդ զոհի վրա, նա մենակ էր սիրելիս։ Եվ ասեց Աստված իմ, ինչու զիս թողեցիր։ Որ այսօր ես եւ դու ասենք, հայրի, ինչի ինձ այսքան շատ սիրեցիր։ Իմ ու քո տեղերը փոխվեց, սիրելիս, նա գրավեց քո տեղը խաչի վրա եւ տվեց քեզի եւ ինձի, շնորհեց իր շնորհքով, որ արժանի չէին իր տեղը, որ Աստծո որդիներ կոչվենք, հալելույա։ Ուրեմն արժան է նա փառքերի, պատվի եւ մեծարանքի, հալելույա։ Սիրելիս այսօր Հայր Աստված ձեռք մեկնել է ոչ թե հարվածի, ոչ թե խփիկ ես, այլ որ գրկիկ ես, սիրիկ ես, գրկիկ ես։
ասա իմ Տեր, խոսիր իմ Տեր, խնդրում եմ քեզ, մեղավորիս, հանցավորիս, դու լավ գիտես, սրտիս վրա հոգուս ցավը տանջում է ինձ, աղերս ում եմ ներիր դու ինձ, ասա իմ Տեր, խոսիր իմ Տեր, խնդրում եմ քեզ, մեղավորիս, հանցավորիս, դու լավ գիտես, սրտիս վրա հոգուս ցավը տանջում է ինձ, աղերս ում եմ ներիր դու ինձ, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, փրկիչ Հիսուս, հաղորդքիս մեջ բարձրացնելու փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանիդ համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, փրկիչ Հիսուս, աղոթքիս մեջ բարձրացնելու փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանիդ համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես, մոլորվել եմ այս աշխարհի ուղիներում, շտկի ճամփաս լուսավորի շավիթներումը, պատմեմ փառքդ եկեմ ողքդ իմ սրտի մեջ, իմ հոգու մեջ, իմ մտքի մեջ, մոլորվել եմ այս աշխարհի ուղիներում, շտկի ճամփաս լուսավորի շավիթներումը, պատմեմ փառքդ եկեմ ողքդ իմ սրտի մեջ, իմ հոգու մեջ, իմ մտքի մեջ, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, փրկիչ Հիսուս, աղոթքիս մեջ բարձրացնելու փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանիդ համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, փրկիչ Հիսուս, աղոթքիս մեջ բարձրացնելու փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանիդ համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, փրկիչ Հիսուս, աղոթքիս մեջ բարձրացնելու փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանիդ համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, փրկիչ Հիսուս, աղոթքիս մեջ բարձրացնելու փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանիդ համոզվում եմ, որ աղոթքս դու լսում Հալելույա Հիսուս։ Եկեք մի պահ մտնենք աղոթքի մեջ, սիրելիներս միասին։ Եկեք միաբանված, եկեք աղոթքով գանք Տիրոջը հիմա։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ եմ քո ներկայության համար այստեղ Տեր։ Շնորհակալ եմ, որ եկել ես այսօր նորից մեր սրտերի հետ խոսելու, նորից հաշտեցնելու այն սրտերը, որ խռով են քեզանից, Հայր, հաշտեցնելու նորից քո հետ, քո Սուրբ Հոգիով։
Աղոտ կսասուր փոքի, որ Աստծո սերը այսօր բացահայտվի մեր սրտերին։ Եվ ամեն մեկը Տեր Հիսուս Քրիստոս ճանաչի հոր սերը, տեսնի հոր սիրտը եւ նրա գութը, նրա ողորմությունը իր նկատմամբ։ Տեսնի, որ ինչպես Աստված սկզբից սիրեց մեզ։ Եվ մենք ուղղակի արձագանքում ենք այդ սիրուն։ Երբ որ տեսնում ենք, թե ինչքան շատ է ինձ սիրում։ Հայր, աղոթում եմ, որ հպվես սրտերի այսօր, քարացած սրտերի, սառած սրտերի, քեզնից հեռացած սրտերի, մոլորված սրտերի, Տեր։ Կանչում է այսօր Հայրը, սիրելիներս, աղաղակում է այսօր Հայրը, սիրելիներս, ու ասում է ես սիրում եմ քեզ, եկել եմ ասելու քեզ, որ Հայրը ասում է սիրում եմ քեզ, որդիս, սիրում եմ քեզ աղջիկս, արի ինձի, բազուկները բաց սպասում է, գիտես, սիրելիս, որ վազես իր ագերկի մեջ այսօր, որովհետև միայն այնտեղ կա քո կյանքի համար իմաստ, այնտեղ կբժշկվի քո վիրավորված սիրտը, այնտեղ միայն այն ծարավդ փնտրտուկդ կհանդարտվի, այնտեղ միայն բավարարություն կա, լիություն կա, այնտեղ միայն, սիրելիս, նրա սերն է միայն, որ կարա բժշկի այսօր քո կտորված սիրտը, քո մենակության բժշկությունը քո Հայրն է։ Նա ստեղծել է մեզի այդպես, դատարկ տեղ կա մեր սրտի ու կյանքի մեջ, եւ մինչեւ չվերադառնաս քո ստեղծիչին, քո հորը, որ քեզ սիրում է, մինչեւ որ Հիսուս Քրիստոսի խաչը եւ նրա թափած արյունը, զոհը չհավատաս, որ քո համար է, որ դու այսօր ներված լինես, Հայրը ընդունի քեզ այսօր, սիրելիս այդ տեղը դադար կա մնալու, եւ ինչ էլ անես, ուր ուզում ես գնա, Սողոմոն իմաստունը սիրելիներս փնտրեց ու փնտրեց, արեց ամեն բան եւ ասում արեգակի տակ ամեն բան ունայնա։ Արեգակի տակ ես աշխարհի մեջ ունայնություն է սիրելիս, չես գտնելու։ Բայց հետո տեսնում ենք Սողոմոնը գրեց երկոցը։ Արեգակից են կողմ սիրելիս։ Գտավ իր սրտի սիրեկանին, Հիսուս Քրիստոսին։ Եվ այդտեղ կյանքը իմաստ գտավ։ Եվ այդտեղ կյանքը իմաստ գտավ։ Եվ այդտեղ լույսը բացվեց, արևը ծագեց, կարծես։ Աստծո սերը ջերմ արևի պես թող ծագի այսօր քո սառույց սրտի վրա եւ հալեցնի Հիսուսի անունով։ Ճանաչի, մոտեցի քո հորը։ Հալելույա։ Դու լսում ես, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, հարգիչ Հիսուս, աղոթքիս մեջ բարձրաձայնում, փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանից համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, իրական չդեպի քո ձայնը, քո սիրն նրա հետ, աղոթքիս մեջ բարձրաձայնում, փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանից համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես, պաշտում եմ քեզ, սիրում եմ քեզ, փառքիչ Հիսուս, աղոթքիս մեջ բարձրաձայնում, փառքդ Հիսուս, ու սպասելով պատասխանից համոզվում եմ, որ աղոթքս դու լսում ես։ այսօր Հայրը կարա լսի քո աղոթքը սիրելիս, որովհետև Հիսուս Քրիստոսը ճամփան բացեց, ժամանակ կար, որ քո մեղքը բաժանում էր քեզի Աստծուց, այդ բաժանող պատը Հիսուս Քրիստոսի զոհը այսօր վերցրել է սիրելիս, վարագույրը վերից վար պատրվել է եւ ճանապարհը բացվել է դեպի Հայր Աստված, եւ նա այսօր կարող է քո աղոթքի ձայնը լսել։ Երբ որ Հիսուս այս երկրի վրա էր սիրելիներս, մեղավորները գալիս էին եւ կարողանում էին իրանից առնել ու ընդունել ու ստանալ, որովհետեւ Հիսուս սիրելիներս եկավ որ վճարի, այդ բաժանող պատը վերցնի իր մահով, իր զոհով եւ իր արյունով։ Հալելույա,
Շնորհակալ ենք քեզանից, Հայր։ Փառք Տիրոջը, կարող եք նստել, սիրելիներս։ Հայրը այսօր լսում է ամեն մեկի աղոթքը։ Ուր դե որ այս։ Something dropped in my spirit last night as I was reading, as I was praying, as I was just hanging out with my father. You know, your dad misses you. Hey, are you listening? Young guys, young ladies, I got a message from Dad. As your older brother, he said, tell your brothers, tell your sisters, tell them Dad loves them. Hey, I'm here to tell you what the dad put in my heart. He says, I love you. I'm waiting for you with open arms. I've come to tell you that he told me to tell you that he's not mad at you. He's not filled with anger towards you, but with compassion. He would love nothing more to see your face. He would love nothing more than for you to draw near to him and allow him to love you. I've come to tell you that Dad's not mad at you because his anger and his wrath was unleashed on our elder brother, Jesus Christ, on the cross, the one who didn't deserve it, the perfect Son. He says, I'm not mad at you. I don't have anger towards you because I've unleashed and released my anger on Jesus. And he has paid for your sins and he's made a way. Come home. Come home. That's why when the prodigal son went home, the father was out looking, scanning the horizon every day. Your father is scanning the horizon for your return. Daughter, son, wherever you may be. You're going to find yourself in a pig pen, I'm telling you. You may think this world has something to offer to you. I'm here to tell you that it doesn't. This world will only leave you broken, lonely, beaten, bleeding on the side of the road to die. That's all it has to offer. It can paint a beautiful picture as if it's glamorous, it's wonderful. But that's the enemy's lie, and that's the only thing he's good at. He's the father of lies. But if once you find yourself in a pig pen, desiring to eat pig's food, I pray that the Holy Spirit will bring you to your senses, remind you, like he reminded the prodigal son, hey, in my father's house, their servants have plenty of food to eat. I pray the Holy Spirit reminds you when you find yourself at the bottom of some barrel, at the bottom of some bottle, at the bottom of somewhere, alone and lonely, broken and in tears. I pray you remember you have a father that loves you. You have a father that's waiting for you. You have a father that's not mad at you. You have a father that has made a way through his son's blood to forgive you, to restore you again, to give you a new life again. I pray as you make yourself and you make your way back home, as some of you have done today, the father was scanning the horizon. He never gave up on his son. I'm here to tell you he never gives up on you. He will search until he finds you. Սիրելիներս, եթե չեք հասկանում, մի քիչ կարակ համբերեք, Տերը սովորացնում ամեն մեկից մեզի ամեն. Just like he searched that sheep that was lost, he says he searched until he found. I'm here to tell you he doesn't give up. Your parents may give up. Your loved ones may give up. But I'm here to tell you there's a shepherd, a good shepherd. His name is Jesus. He will never give up. Because it says he searched until he's found him. He found his sheep. And when that son was staggering his way home, clothes ripped, covered in probably pig stench, pig poop, he probably smelled really bad. Covered in just filth. It says the father saw him afar off. I don't care how far you are, your daddy sees you. He sees you. And guess what the father felt in his heart when he saw his son? What do you think the father felt? The Bible says he felt compassion.
He felt compassion when he saw his son, the son who rejected him, the son who said, I wish you were dead, I don't care about you, give me my inheritance, who humiliated him in the whole village. He said, give me what's mine, I don't really care for you or care for any of this. You can keep it to yourself. Give me what's mine. Pretty much spit on his father's face and left. That father, when he sees him coming back, broken, beaten, dirty, smelly, he says he saw him afar off. He felt compassion, not anger. Jesus wanted us to know what the Father's heart is like. John says, people love the world because the love of the Father is not in them. It's not that they don't, we interpret that as if, they don't love the Father, they love the world. No, it's the love of the Father. Many do not know how much the Father loves them. If they know how much the Father loves them, they will not love the world. They'll fall in love with their Father. And I want to remind you how much your Father loves you, that you may fall in love with him and fall out of love with the world. And when he had compassion in his heart, not anger, not, I told you so. Yeah, come bow at my feet. I'll think about it. That's not the Father's heart. He couldn't even wait. He ran to his son. He saw him. He felt compassion, and he started running to his son. And when he got to him, mind you, he was not cleaned up yet. Mind you, he's full of sin and dirt and stinks like a pig pan. That father didn't care. He hugged his son. And if that wasn't enough, he started to kiss him. He says he repeatedly started to kiss his son. Covered in sin, covered in poo. Before his son could even say a word. This happened before even his son wanted to confess or wanted to get right. He did not even say one word yet. Can you imagine what the Father's heart is like? That's what I'm saying. God so loved the world that nobody cared, nobody asked, but he says, I love you. I'm going to do it anyway. Hoping that you would look and see how much I love you and you would respond to me and would come to me and know what's best for you, that I want what's best for you. And when he hugged his son, he began to kiss his son. And that's when the son finally opens his mouth and he has a rehearsed speech that he wants to give his dad. Dad, I sinned against heaven and I sinned against you. And he wanted to go on, but the father cut him off. He wanted to say, make me one of your hired servants. But his father says, you cannot serve and earn my love and grace. It is given as a gift. You can't. And the father cuts him off. He says, bring out the best robe. The robe of righteousness and put it on him, that he is right with me. Put on the ring that gives him permission to spend again. He just squandered what you gave him. But look at the lavish love of the Father today. He restores it. He says, put shoes on his feet because my son is my son. He is not a servant in my house. He will stand with me. And when the son didn't believe that his father loved him like that. That's why he said, I'll go home and hopefully he'll accept me as a servant. He didn't know the Father's heart. Why are many away from God the Father today? Because they don't know the Father's heart. They don't know how much God loves them. We've portrayed a God who is angry, who is a judge, who is demanding, and we're trying to appease and please him, and somehow we always fall short, and a lot of us just give up and I can't do this. That's the kind of a God we're portrayed sometimes, sadly, from preachers and teachers, as if he's angry with us today. And he can't be pleased, no matter how much you do. You read, you don't read enough. You pray, you don't pray enough. You fast, you don't fast enough, as if it's never enough. But that's not what Jesus came to portray, like who the Father is. He says, and while we were still sinners, we had done nothing, Christ died for us. Սիրելիներս, հայրը այսօր ուզում աշխարհը իմանա, որ սիրում է իրանց։ Եվ այսօր նա բարկացած չի իմ ու քո վրա։ Այսօր մի համար պիտի կարդամ, որը շատ կարող է սկզբից մի քիչ զարմանալի լինի, բայց կհասկանանք։
Շատերս գիտենք Եսայա 53-ը, չէ՞։ Ով գիտի? Who knows Isaiah 53? Եսայա 53-ի մեջ ասում է, Isaiah 53 verse 4, surely he has borne our griefs, carried our sorrows, yet we esteemed him stricken, smitten by God and afflicted. But he was wounded for our transgressions, he was bruised for our iniquities. The chastisement for our peace was upon him, and by his stripes we are healed. All we like sheep have gone astray. We have turned everyone to his own way, and the Lord laid on him the iniquity of us all. Եսայա 53:4-ը իրավին ամեր ցավերը վեր առավ։ Կարող է? Maybe? No. Ինչ ասում? Իրավի։ Ուզում ասի վստահ ելի, հաստատ եղի, իրավին ամեր ցավերը վեր առավ, մեր վշտերը բեռնեց իր վրա։ Այսօր վիշտ ու ցավ ունես, պապան մի ոտանավոր ուներ, վիշտ ու ցավով պատած հոգիս, ապավինիր Աստծուն, քո ցավերը նա կամոքի և կտա քեզ ինչ? Օրհնություն, ամեն։ Այդքանը գիտեմ։ Բայց մենք ասում են նրան պատուհարված ենք համարվում, Աստվածանից զարկված և նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ։ Ում մեղքերի? Իրա? Ինք իրա մեղքերի համար? Ոչ, ասում են նա մեղք չգիտեր, երկրորդ Կորինթացիս 5:21, he who knew no sin, he became sin. How did he become sin? Ինչպես նա մեղք եղավ խաչի վրա։ Մեր մեղքերը նրա վրա դրվեց։ Որ ես և դու լինենք Աստծո ինչը արդարությունը։ Այսօր ոնց ես դու արդար? Քո արդար գործերով Հիսուսը մեղք եղավ իր մեղքերով? Ոչ, քավլիցի։ Մեղքը դրվեց իր վրա։ Մենք ոնց ենք այսօր արդար Աստծո աչքերի առջև, Հիսուսի արդարությունը դրվեց մեզ վրա։ Ահա թե փոխանակությունը խաչի վրա սիրելիներս։ Մեկ մարդի մեղքի պատճառով, առաջի Ադամի մեղքի պատճառով, ասում է բոլորը ինչ են? Մեղավոր են դարել։ Ինչի ենք մեղավոր մենք այսօր, որովհետև մեղք գործեցինք, մեղավոր եղանք? Չէ։ Ադամի մեղքի պատճառով, Ադամը առաջին ներկայացուցիչն էր. He was the federal head of the whole human race. He represented the whole human race. So when he fell, he sinned. If որ Ադամը ընկավ մեղք գործեց, ողջ մարդկությունը մեղքի մեջ ծնվավ։ But ասում է Փառք Հիսուսին, Փառք Աստծո, երկրորդ Ադամի համար. He represents the second federal head of the whole human race. And he says, if anyone accepts me, they become righteous. Because you're born of the second Adam now. Առաջի Ադամից ծնվողները սիրելիներս մեռնելու են ու գնան դժոխք։ Բայց երբ որ մենք այս ճամփորդության մեջ հանդիպենք երկրորդ Ադամին, Հիսուս Քրիստոսին, եւ հավատանք նրա կատարած զոհին, որ մեր մեղքերի համար մեռավ, վերստին ծնվում ենք եւ արդարանում ենք եւ դեպ երկինք մեր ճամփորդությունը փոխվում է։ Ամեն։ Ուր է հասե Եսայա 53-ի մեջ ով է հետևում։ Այ ապրես։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերովը մենք բժշկվեցանք։ Ամեն։ Մենք ամենքս ասում է ոչխարների պես մոլորվեցանք։ Յուրաքանչյուրը իր ճանապարհին դարավ եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Նա Եկեք ստեղ կանգնեմ։ Եվ Եսայա 53-ը երբ որ շարունակվում է, գնում է, մտնում է Եսայա 54-ի մեջ։ Շարունակությունն է։ Եսայա 53-ը որ խոսում է իր խաչի, իր զոհի մասին, մեր մեղքերի թողության մասին, եկեք նայենք Եսայա 54-ը հիմա ինչ ասում, սիրելիներս։ Let's go to We talked about Isaiah 53 and how it speaks of what Jesus has done for us, how he paid for our sins and how our iniquities were put on Jesus. Look what Isaiah 54 says. Pay very close attention. Growing up, I always thought God was angry with me. I wasn't doing enough. I wasn't pleasing enough. I always tried to do my best to please him and I always felt like I felt short. A lot of times because of the messages I heard about God the Father. No one ever told me that God swore in his word that he'll never be angry with me. Nor punish me.
Do you want to see God swear in his word? Because of what Jesus did in Isaiah 53, he swears. He doesn't have to swear, but he does it so you and I will believe. Isaiah 54 verse 9, for this is like the waters of Noah to me. What is like the waters of Noah? The cross of Jesus Christ, the sacrifice of Jesus Christ. For as I have sworn that the waters of Noah would no longer cover the earth, so I have sworn that I would not be angry with you, nor condemn you or punish you. It says rebuke, but the real word is condemn or punish. Did you guys hear that? Because of what Jesus did, because the anger of God and the wrath of God was satisfied on the cross, on Jesus. Today, there's no anger for you as a believer when you come to the Lord. God swears that he'll never be angry with you nor punish you. Any preacher and teacher that gives you the idea and you walk away with the feeling that God is angry with you, it goes against the word of God. Because he swears in his word that I'll never be angry with you and I'll never punish you. It will be unjust and unholy. God is holy and just. Let's understand that. There has to be punishment. There has to be fire. There has to be judgment in order for him to hold his righteousness, holiness, and justice. But you have a choice today. Either that fire and judgment falls on Jesus Christ and you accept it, or that fire and judgment will fall on you at the end. The fire has to fall. He is a loving father, yes, but he is also a righteous judge. How do you reconcile both? If he sends me to hell, then where's the love? But if he forgives me and saves me, where's the righteousness and holiness? It was reconciled at the cross when Jesus died. Սիրելիներս Աստված արդար ու սուրբ է եւ իր դատաստանն ու կրակը պիտի թափի։ Բայց նայեք որտեղ եք ուզում թափի։ Թափել է Հիսուս Քրիստոսի վրա իր դատաստանն ու կրակը եւ եթե այսօր դու հավատում ես, քո վրա չի թափի, բայց եթե ոչ, վերջում թափելու է Տիրոջ դատաստանն ու կրակը։ Բայց այսօր ճամփակ է եւ ասում ով որ հավատա, քրիստոնյաների կյանքը հավատքի կյանք է, ամեն, հավատքի կյանք։ Հավատացեք, Հիսուս դրա համար ասում է թերահավատներ, խի, որովհետև դժվարանում այսօր մարդկությունը հավատա, որ այս բարի լուր այսքան լավ լուր է, it's too good to be true. Դժվար է մարդը հավատում. For the mountains all depart and the hills be removed, but my kindness shall not depart from you, nor shall my covenant of peace be removed, says the Lord who has mercy on you. Եսայա 54-ը սիրելիներս նայեք ինչ ասում. Հիցունչորս 9 Սիրելիներս հետևեք մի պահել, հեսա վերջացնում եմ. Որովհետև Նոյի ջրերի պես է սա ինձ համար. Հիշում եք Նոյին, Աստված ինչ արեց, ինչ նշան տվեց Նոյին? Ով գիտի? Բարձրացեք, մի վախեցեք, խոսացեք հետս. Ինչ դրեց, ինչ նշան դրեց երկնքում? Ծիածան. Եվ ասում է, սա Նոյի օրերի ջրերի պես է. Ինչը Հիսուսի խաչը, նայեք սիրելիներս. Որովհետև Նոյի ջրերի պես է սա ինձ համար, որ երթում արի. Աստված երթվում աստ է, նայեք սիրելիներս, թե այլևս պիտի չանցնեն Նոյի ջրերը երկրի վրա, նույնպես էլ երթում արի, որ քեզ վրա չբարկանամ եւ քեզ ստեղ գրածը չհանդիմանեմ, բայց այսօր Տերը դաստիարակում է, այո, հանդիմանություն կա, ոչ թե այդ բառը մի քիչ սխալ բառը թարգմանվե, չդատապարտեմ, չպատժեմ։ Աստված երթվում է, սիրելիներս, պետք չի երթվի, բայց որ դու հավատաս, որ այսօր քո նկատմամբ Աստված ասում է, ես ինչքան սիրում եմ իմ կնոջը, իմ երեխեքին չեմ կարա երթվեմ, որ էլ չեմ բարկանա իրանց վրա։ Բայց այսօր Աստված երթվում է։ Դրա համար տեսնում եք անառակ որդին, երբ որ հետ է վերադառնում, հոր բարկությունը չենք տենում բարկություն։ Ծեծ, ջարդ։ Աստված դաստիարակում է, հիմա կասեք Հովիկ աղբերը ասում է, լավ է, ինչ ուզում ենք անենք։ Ոչ, երբեք դա չեմ ասել։ Մեղքը իր հետևանքը քեզի հերիք է արդեն, քեզ ծեծելու ջարդելու է։ Էլ Աստված պետք չի ձեռքը մեկնի քեզ ծեծի ջարդի։
Եթե դու գնաս օծի ճակատը բացես, օծը քեզ կծելու է, սիրելիս։ Ինչ գործ ունես, օծի ճակատը պատճում ես։ Հորը տունը ապահով, հորը տան մեջ, ամեն ինչ կա, պակաս բան չկա։ Բայց այսօր մարդկությունը վախում է Աստծուց եւ մտածում է Աստծուց է։ Վատ բաները եւ սատանան է ոչ մի բան չի անում։ Եկել եմ քեզ ասելու այսօր թշնամի ունես, նայա խափողը, գցողը, ասում է թշնամին գալիս է ինչ անի։ Գողանա, սպանի, փչացնի։ Հիսուս ասեց ես եկա որ դուք ինչ ունենաք։ Կյանք ու ալավելի, եկեք ամեն մեկին իր տեղը դնենք։ Որ մարդիկ վազեն դեպի Աստծուն։ Հասկանան որ իմ մոտ կյանք կա եւ ալավելի, որ հասկանան թշնամու մոտ ինչ կա, գողանում է, սպանում է ու փչացնում է։ Ամեն։ Նա համար Աստված երթվում ասում է նոյի ջրերի նման ասում է նույնպես էլ երթում արի որ քեզ չբարկանամ եւ քեզ չդատապարտեմ Հիսուս Քրիստոսում եղողների համար այսօր դատապարտություն չկա ինչու որովհետեւ Հիսուսը կրեց այդ դատապարտությունը պատիժը Աստծո բարկությունն ու կրակը որովհետեւ ասում է սարերը կքաշվին եւ բլուրները կսասանեն բայց իմ ողորմությունը քեզանից չի քաշվի եւ իմ խաղաղության ուխտը չի սասանի ասում է քեզ ողորմող Տերը հալելույա եւ դրա համար ամբողջ նոր ուխտի մեջ Պողոս առաքյալը երբ որ հանդիպում է Հիսուս Քրիստոսին սկսում է քարոզել նոր ուխտը ասում է կա նոր ուխտ կա հին ուխտ ժողովուրդ մեզի Հիսուս եկավ օրենքի ուխտի լծի ծանրության տակից հանեց որ ոչ մեկ չէր կարող բավարարել ու օրենքը կատարել եւ դրեց Հիսուս Քրիստոսի մեջ շնորհքի մեջ նրա որով փրկություն կա միակ ճամփան դա է եւ մեր նոր ուխտի մասին գրվում է Եբրայեցիս 8-րդ գլխի մեջ Go home and read Hebrews chapter 8 Սովածացել եք հələ մի հատ խորովածի հոտը գալիս է Ախպերներ ժամանակ կա թե պրծնում է Հալե փումեն ժամանակ ունեք Սովածացանք Փառք Հիսուսին Եբրայեցիս 8-րդ գլխի մեջ սիրելներս նկարագրում է նոր ուխտի պայմանները Կուզեք մի հատ կարդանք իրար հետ Աստվածաշունչ բերել եք All right let's go to Hebrews chapter 8 As a Christian, I never knew where the new covenant was outlined. Որպես քրիստոնյա, ես նոր ուխտը երբեք չէի իմանում, թե որտեղ է նոր ուխտի մասին որտեղ է գրված։ Լավ, հին ուխտը գիտենք սաղս։ Հին ուխտը երբ տրվեց, հին ուխտը երբ կապեց ու հաստատեց Աստված, ով գիտի։ Երբ տվեց հին ուխտը Աստված։ Come on, գիտեք էսի։ Մովսեսը հելավ սարը, չէ՞։ Եգիպտոսից երբ որ ազատագրեց, եկան Սինա լեռան մոտ Մովսեսը բարձացավ չէ այդտեղ, բայց բաներ եղավ։ Մարդկանց հպարտության պատճառով տվեց Աստված օրենքը, որ մարդիկ գոնե տեսնեն այդ օրենքի սրբությունը, խոնարհվեն ու ասեն մենք անկարող ենք, սիրելիներս։ Օրենքը տվեց, որ ամեն բերան փակվի եւ ամեն մեկը մեղավոր գտնվի Աստծո առաջ։ Ամեն։ Օրենքը չտվեց, որ օրենքով մարդը արդարանա, օրենքով փրկվի, անհնար է։ Օրենքը տրվեց, որ ցույց տա իմ ու քո մեղավոր եւ կորած վիճակը եւ հասկանանք, որ ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը, նրա փրկության կարիքը։ Աստված տվեց օրենքը եւ 1500 տարի Իսրայել ժողովուրդի հետ բեռի տակ եւ Հիսուս եկավ, մտածում ես գոնե կհասկանային, առաջնորդները կվազեին, կասեին այո, քո կարիք ունենք, բայց նրանք իրանց հպարտության մեջ շարունակեցին։ Դրա համար էր Հիսուս ասում. եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ։ Ում հետ էր խոսում։ Հրիազգի հետ։ Ինչ բեռնավորություն, ինչ հոգնածություն, այդ օրենքի բեռը, օրենքի ծանրությունը արդեն հոգնել են ժողովուրդը։ Պետրոս ասում է, ինչ եք ես բեռը դնում ասում է ժողովրդի վրա, որ ոչ մենք, ոչ մեր հայրերը կարեցանք պահենք, սիրելիներս։ Այսօր նրա շնորհքն է, նրա հոգին է, որ պիտի անի իմ ու քո կյանքի մեջ։ Մարդը իր ուժերով փորձում է ինչ որտեղ արդարանա, անհնար է։ Եվ օրենքը տրվեց։ Եվ հին ուխտը սկսեց։ Բայց Աստված սիրելիներս ծրագիր ուներ, որ նոր ուխտ կապի իր ժողովրդի հետ։ Եվ նոր ուխտը, Hebrews chapter 8, let's go from verse 10. For this is the covenant that I will make with the house of Israel after those days, says the Lord. I will put my laws in their mind and write them on their hearts. I will be their God, they shall be my people. None of them shall teach his neighbor
and none his brother, saying, Know the Lord, for all shall know me, from the least to the greatest of them. Why would all this be possible? Verse 12, for or because I will be merciful to their unrighteousnesses, and their sins and their lawless deeds I will remember no more. In that he says a new covenant, he has made the first obsolete. Now what is becoming obsolete and growing old is ready to vanish. In the old covenant, the law demanded righteousness. The law demanded, and if you couldn't do it, the law cursed you, the law punished you. In the new covenant of God's grace, he gives to us, he imparts in us that what we do not have. The law demands. In the old covenant, in the new covenant of grace, he supplies righteousness. The law demands righteousness. New covenant of grace through Jesus Christ gives you righteousness as a gift. And his spirit comes to dwell inside of you. Amen. Եկեք հիմա գնանք Եբրայեցիս հայերեն ուզում եմ հայերեն կարդամ։ Հայերեն հələ չեմ կարդացել։ Եբրայեցիս 8-րդ գլուխը գնանք։ Okay, Եբրայեցիս 8, եկեք 10 խոսքից կարդանք, որովհետև սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրերից հետո ասում է Տերը, ես կտամ իմ օրենքը նրանց մտքի մեջ եւ նրանց սրտերի վրա։ 1. Նայեք ինչ անում։ Հին ուխտը միշտ պահանջում է մարդուց արդարություն, նոր ուխտը Աստծո շնորհքով ինչ անում մեզի նվեր է տալի արդարությունը։ Հին ուխտը պահանջում է սրբություն, նոր ուխտը Հիսուս Քրիստոսը մեր սրբությունն է։ Ամեն։ Նայեք սիրելիներս տարբերությունը հին եւ նոր ուխտի Պողոսը ստեղ գրում է, ես մտածում եմ Պողոսն է շատերի հետ գրել Եբրայեցիները եւ ասում է, նայեք նոր ուխտի մեջ 3 բան, որ Աստված ասում է ես կանեմ։ Հին ուխտը ասում է դու ինչ արա ուրիշ Աստված չունենաս, չէ՞, մի շնացի, մի գողացի, ամբողջը քո վրա, you shall not, մարդու վրա, մարդու ուժի վրա, մարդու կարողության վրա։ Նոր ուխտ ասում է ես կանեմ, մեր մասը որն է նոր ուխտի հավատալ, որ նա կանի, որ խոստացել է։ Ամեն։ Նայեք 10-րդ խոսքից ասում է նոր ուխտ կանեմ, ես կտամ իմ օրենքները նրանց մտքերի մեջ եւ նրանց սրտերի վրա կգրեմ նրանք։ 1. Եվ նրանց կլինեմ Աստված, եւ նրանք կլինեն ինձ ժողովուրդ։ 2. Եվ նրանց ամեն մեկը չի սովորեցնի իր ընկերին եւ ոչ էլ ամեն մեկը իր եղբորը եւ ասի ճանաչիր Տիրոջը, որովհետեւ ամենն էլ կճանաչեն ինձ նրանց փոքրներիցը մինչեւ մեծը, որովհետեւ այս 3 բաներ Աստված ասում է կանի։ Որն էր այս 3 բաները, որ Աստված կանի։ Կգրեմ իմ կամքը ձեր մտքի եւ սրտի մեջ։ Կլինեմ Աստված եւ դուք իմ ժողովուրդը եւ ասում է պետք չի էլ ճանաչել, մի երկու անգամ ասում ճանաչել, բայց հունարենի մեջ այդ ճանաչել բառը սա է, որ դրսից էլ չեն սովորացնի, որ ճանաչես, երբ որ դու հավատաս նրա արածին, Սուրբ Հոգին գալիս է քո ներսը եւ ճանաչում ենք ներքուստ, Աբբա, հայր ենք կանչում նրան։ Այդ ճանաչողությունը, որ էլ դրսից ներս չի, որ սովորեցնենք, երբ որ հավատանք, հեսա ստե ասում է, երբ կլինի այս 3 բաները իմ ու քո կյանքի մեջ, որովհետև 12 խոսքը, նրանց անօրությունները ներող կլինեմ, ինչ կանի մեր անօրությունները, ներող կլինի, եւ նրանց մեղքերը եւ նրանց անօրությունները այլևս չեմ հիշի։ Ահա նոր ուխտի պայմանը, հին ուխտի պայմանը լավ գիտենք, պահի օրենքը կորտնվես, կոդի օրենքը կանիծվես։ Նոր ուխտինը սիրելիներս, հավատա Աստված կանի իմ ու քո կյանքի մեջ։ Ինչ կանի։ Ոչ միայն իր կամքը կգիտենաս, այլ իր կամքը կսիրես։ Գիտեք, օրենքը ասում է մի շնացի, բայց չի սովորեցնում քեզի թե ինչպես սիրես քո կնոջը։ Օրենքը ասում է մի գողացի, բայց չի սովորեցնում առատաձեռն լինել, ողորմած լինել։ Շնորհքը ավելին է սովորացնում, ավելին անում իմ ու քո կյանքի մեջ։ Համաձայն եք թե չէ։ Նայեք, երբ որ եկավ շնորհքը Հիսուս Քրիստոսով Սուրբ Հոգին գալի բնակվում է, ուրեմն այս 3 բաները նա կդնի իր կամքը քո կյանքի մեջ, նա կլինի քո Աստված, նշանակում է, երբ որ հրաշքի կարիք ունես, նա կլինի քո Աստվածը, հալելույա։ Եվ ասում է կճանաչես իրան ներքուստ, որովհետև այստեղ մենք պետք է հաստատվենք,
Պիտի հավատանք այս ճշմարտությանը, որ մեր անօրություններին ողորմած կլինի եւ մեր մեղքերն ու անօրությունները այլևս չի հիշի։ Երբ որ ես եւ դու հավատանք, որ Հիսուս Քրիստոսի արածը ինչ հզոր գործ արեց իմ ու քո կյանքի մեջ եւ մեր մեղքերն ու անօրությունները այլևս Աստված չի հիշում, Աստված իր Սուրբ Հոգին, որը ճշմարտության վկան է, սկսում է գործել քո կյանքի մեջ եւ Տիրոջ կամքը դնում է քո մտքի ու քո սրտի մեջ եւ սկսում ես քայլել այդ իր կամքի համեմատ, սիրում ես իր կամքը։ Երբ որ հավատում ես, ինչքան հաստատ լինես այդ վերջի խոսքի մեջ, որ նա ներել է ու չի հիշում, ու գնաս իրան ու հավատաս Հիսուս Քրիստոսի արածին, ինչքան հավատաս, որ արդարացած ես դու հավատքով Հիսուս Քրիստոսի կատարած գործով, այնքան ավելի կտեսնես այս երեք բանը քո կյանքի մեջ Սուրբ Հոգին սկսում է իրագործել, որովհետև Սուրբ Հոգին ճշմարտության վկա է, սուտին վկա չի կարա լինի։ Երբ որ սխալ ենք հավատում Աստծու նկատմամբ, սիրելիներս, Սուրբ Հոգին չի գործում, սպասում է, որ ճշմարտությունը ասում է ճանաչեք եւ ճշմարտությունը ինչ կանի կազատի ձեզ։ Ում էր ասում այս խոսքերը Հիսուսը էլի հրյա ժողովրդին, որ օրենքի տակ էին։ Օրենքը Մովսեսի ձեռով տրվեց, բայց ասում է ինչը, շնորհքը եւ ճշմարտությունը եկավ Հիսուս Քրիստոսով։ Եվ դրա համար ասում է ճշմարտությունը ճանաչեք։ Ո՞րն է այս ճշմարտությունը։ Շնորհքը, որ բերում է այսօր ազատագրություն, որ բերում է ճշմարիտ սրտի կյանքի փոփոխություն։ Օրենքը ուղղակի դրսևորենց մարդը ինքը իրան զսպում է, բայց մի օր գալիս է տրակում է, ու որ տրակում է շատ գեշ է։ Որովհետև իր ուժերով այն քարը ինչ արել է, բայց երբ որ հավատում ենք Հիսուս Քրիստոսի արածին, Սուրբ Հոգին մտնում է իմ ու քո կյանքի մեջ, ոչ միայն դու զորով ես անում, գիտես, կնիկ ջան, ոնց որ ասեմ, շնություն չեմ անում, զորով սպանում եմ, չէ, սիրահարված եմ, դրա համար չեմ անում, չեմ ուզում անեմ։ Տերը ոչ միայն չի ուզում դու չանես, այլ ուզում է որ դու չուզենաս անես։ Իրական փոփոխություն գա քո կյանքի մեջ, սերներես։ Դրսի ուղակի փոփոխություն չէ, այլ ներքուստ նոր ստեղծագործություն լինես։ Եվ սա լինում է միայն երբ որ հավատում ենք նոր ուխտին։ Գաղատացիս 4-րդ գլխի մեջ խոսում է Սարայի ու Հագարի մասին, ուխտերը։ Հռոմեացիս 7-րդ գլխի մեջ խոսում է երկու ամուսինների մասին, հին ուխտի ամուսին, նոր ուխտի ամուսին։ Միտեղ էլ կար Եբրայեցիս 12-ի մեջ խոսում է երկու սարերի մասին։ Գնացեք տուն ու ուսումնասիրեք, տեսեք ուխտերը, երկու ուխտերը եւ ամեն մեկը ինչ է ներկայացնում։ Գաղատացիս 4-րդի մեջ ասում է, որ մենք չենք ծնվել Հագարից, ստրուկից, այլ ծնվել ենք խոստումով, Սարայի որդիներ ենք։ Կան օրենքի որդիներ, կան շնորհքի որդիներ։ Այսօր դու որտե ես ուզում լինես։ Կան հին մարդուն, հին օրենքին ամուսնացածներ, որ այդ օրենքին ամուսնացածը պահանջում է ու որ չես տալի գլխի դղ տալիս է։ Հա? Որ մի կնիկն է սիրում այդպես ամուսին, որ պահանջի, վերջում իր ուզածով perfect հարթուկած եթե չեղավ, դղ մի հատ գլխի տա։ Ահա օրենքը։ Այդ ամուսինը։ Ես չեմ ուզում ամուսնացածը լինեմ մեկի հետ այդպես։ Sorry։ Ասում է Քրիստոսով օրենքի համար մեռանք։ Եվ հիմա ամուսնացած ենք Քրիստոսին, շնորհքին։ Եվ շնորհքը սիրելիներս, ինչպես ասեցի, ավելի կատարյալ է, բայց նա չի պահանջում խփում գլխիդ, այլ իր հոգով անում է քո համար եւ քո միջով։ Համաձայն եք։ Եվ Եբրայեցիների մեջ կան երկու սարեր, ասում են մենք չենք եկել Սինա լեռան մոտ, այլ եկել ենք Սիոն սարի մոտ։ Հրեշտակների ասում են ներքո պայծառ ամպերի, որտեղ օգնություն կա, որտեղ փրկություն կա։ Ամեն սիրելիներս, եկեք Հիսուս Քրիստոսի խաչը հավատանք, որ մեծ փոփոխություն է բերել։ Մեկ քրիստոնյաների եմ հանդիպում, կարծես Հիսուսի խաչը ոչ մի բան չի արել այն մարդ։ Ասում եմ, իզուր է մեռավ էլի Տերը։ Յանեմ, եթե պետք է այսօր մենք պատժվենք, մենք ծեծվենք, մենք գնանք, sense մենք անարդար է։ Էլխի պատժեց Հիսուսին։ Էլխի դատապարտվեց Հիսուս։ Եթե ես որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, որպես իրան ընդունող, վստահող, ես է պետք է անցնեմ դրանով։ Իզուր մեռավ ու անարդար կլինի Աստված, սիրելիներս, չես կարա նույն մեղքի համար երկու անգամ պատիժ կրել։ Կրվեց արդեն եւ հավատքով դու ընդունում ես։ Եվ այսօր սիրելիներս, մի թույլ տվեք մարդկանց երազները, մարգարեությունները թելադրեն Աստծո խոսքը։ Աստծո խոսքի մեջ ասում է, որ հավատա կփրկվի, եւ ասում է նաեւ
Պողոսը Թեսաղոնիկեցիների մեջ խոսում է հափշտակության մասին։ Եվ այդ ասում է ով պետք է հափշտակվի վերջում։ Այդպես բան չկա, որ քրիստոնյա ես, վերստին ծնված ես, մեկը երազատես է, քրիստոնյաների շատը հետ են մնում։ Բայց մի րոպե, սիրելիս, Աստծո խոսքից ինչ ասում։ Պողոսը ասում է, մերելներից առաջ չենք ընկնելու, չէ՞։ Երբ որ ասում է փողը հնչի, մերելները առաջինը հարություն կառնեն, չէ՞։ Հետո մենք որ ինչ ենք, կենթանի ենք, ինչ կլնենք, հա, մենք որ շատ աղոթեցինք, հա, մենք որ որտից ենք վերցում ավելացնում, չէ՞, ասում ով որ կենթանի է, հավատացյալ, հավատում է, ինչ կլինի, կհափշտակվի. That's the prerequisite. Who is alive and remains, asma will be caught up. There's no other prerequisites. If you believed and you trusted in the Lord, see, if you believed and you trusted in the Lord is doing it all in and through you. Տերն անում իմ ու քո կյանքի մեջ. Ամեն սիրելիներս. Դրա համար եկեք Աստծո խոսքը նայենք եւ Աստծո խոսքից ավել չգնանք եւ մի թողեք վախ ու կասկած բերի ձեր մեջ մեկի երազը, մեկի մարգարեությունները Աստծո խոսքի հետ պետք է համեմատվի եւ որ չի բռնում, sorry. Կարող է այդ օրը մի քիչ շատ էր լոբիկերը, չգիտեմ, երազ տեսար. Փարտիրոջը սիրելներ. Ուզում եմ մենք հասկանանք, թե Հիսուս Քրիստոսի խաչը ինչ մեծ գործ արեց եւ չփոքրացնենք իր արածը։ Եկեք կանգնենք ոտքի։ Եվ եթե մեր երգչախումբը երգ ուներ մեր համար պատրաստված, ուզում եմ աղոթենք, թող Տերը էլ ավելի հաստատի այս ճշմարտությունը իմ ու քո կյանքի մեջ, որ այսօր նույնիսկ եթե ընկած ես, չգիտեմ որտե ես, եւ կյանքիդ մեջ ինչ խնդիր ունես, կարող է մեղքի հետ կապվածություն ունես, ուզում եմ սիրելիս հավատաս, որ այսօր քո հայրը ասում է արի, որովհետեւ ինձանից հեռու դու չես կարող այդ մեղքից բրծնես։ Եթե մեղքը այսօր բաժանում է մեզ Աստծուց, ուրեմն ո՞նց ազատվեմ։ Պիտի այսօր դու հավատաս, որ Հիսուս Քրիստոսը, որ խաչվեց, արյուն թափեց, այսօր ճամփա կա, դու քո մեղքով կարաս գաս իրան։ Եվ ինքն է, որ քեզի ազատելու է այդ մեղքից։ Դու քո ուժերով չես կարող ազատվի։ Ես եկել եմ ասեմ քեզ սա է ասելիս ճշմարտությունը։ Եթե addiction ունես, ինչ կապվածություն որ ունես, Հիսուսն է ազատողը, Հիսուսի արյունն է մաքրողը, Սուրբ Հոգու զորությունն է քեզի ազատելու այդ մեղքից։ Բայց եթե դու վախենում ես այսօր Աստծուց, վախենում ես եկեղեցի գաս, որովհետև քո մեջ տպավորվել է, դե ես մեղք ունեմ, ես մեղքի կապվածություն եմ, ոնց գնամ, ոնց կարամ Աստծուն մոտենամ, սրբեմ նոր մոտենամ, չես կարա։ Ինքն է սրբողը, իր արյունն է լվացողը։ Այսօր դու հավատա, նա քո նկատմամբ բարկացած չի ու ասում արի, որ ես քեզի ազատագրեմ, արի, որ ես քեզի մաքրեմ, արի, որ ես քեզ նորից վերականգնեմ։ Սիրելիս, եկեք հավատանք, որ Աստված երդվածել է, ուրիշ մարդ թող չփոխի այդ խոսքը։ Այսօր բարկությունով լցված չի քո նկատմամբ Աստված։ Բարկությունով լցված չի ոչ մեկի, որովհետև սպասում է, այսօր շնորհքի սիրո դարն է։ Կգա վերջին օրը։ Եվ ով որ մերժել է այս սերը, ով որ մերժել է այս ճամփան, նրանց համար կա դատաստան։ Բայց ով որ չի մերժել, սիրելիս քո դատաստանը արդեն անցել է։ Հիսուս կրել է դա։ Մնացել է քեզի եւ ինձի Աստծո սերը։ Հալելույա։ Փակի աչքերդ։ Գիտեմ սա բաներ է, որ ուղեղով դժվար է հասկանալ։ Բայց աղոթք սա, որ Տերը բացի քո հոգու մեջ այս ճշմարտությունը։ Շնորհակալ եմ Հիսուս։ Եկեք երգենք։ Եվ այս երգի պահին դու ուղղակի հիմա Աստծո հետ խոսա։ Ասա Սուրբ Հոգի ինձի բացի այս ճշմարտությունը։ Հալելույա Հիսուս։ Thank you Jesus. Arşan
Հոգիով թփվիր այսօր սրտերին թե խորհուրդների ազատագրի Տերս ամեն սխալ ու սուտ բաներից որ իրենց մտքի ու սրտի մեջ կա որ այսօր բերում է վախ որ այսօր բերում է թերավատություն որ այսօր հերվածնում է քեզանից քո զավակին Տեր ամեն սուտ թող քանդվի եւ քո ճշմարտությունը թող հաստատվի այսօր քո զավակների մեջ որ քեզնից մոտի հեռու չտան քեզանից հայր ավելի մոտիկ լինեն քեզի Տեր որ հասկանան այդ մտերմությունն է որ քո հետ մոտիկություն անելն է եւ այսօր ճանապարհը բաց է եւ ոչ մի արգել չկա քո հետ մոտիկ լինելու Տերս քո սրբությունը այսօր ճամփայա բացե քո սիրով խաչի միջոցով եւ Հիսուսի արյան միջոցով ես կարող եմ մտերիմ լինել քո հետ հայր եւ կարող է քո Սուրբ Հոգին գա ու բնակվի իմ մեջ նույնիսկ որ դեռ կատարյալ չեմ Տեր մեղքեր ու սխալներ ունեմ բայց կարող է գա որտեղ արյունը այսօր ծածկել է լվացել է եւ այդ Սուրբ Հոգին որ իմ մեջով պետք է գործի եւ ինձ տանի դեպի Տեր Հիսուս Քրիստոս փոխի ու ասատագրի ու մաքրի Տերս այդ Հոգին որ տալու ես Տեր որ տվել ես հայ որ ամեն մեկին որ հավատա ընդունի տալիս ես որ գործի մեր կյանքի մեջ Տեր ճամփան բաց է Սիրելիս արգելք չկա որոշումը քոնն է ասա Հիսուս գալիս եմ քեզ Հիսուս ներիր մեղավորիս օգնիր որ հավատամ ընդունում եմ քեզ այսօր Հիսուս արի իմ կյանքի մեջ բեր նոր կյանք Դուր ինձ վերստին ծնունդ, եթե չունես այսօր աղոթի դա, խնդրիր Տիրոջը, սիրելիս գերբնական բան ասա, Սուրբ Հոգին անում քո իմ կյանքի մեջ,
Բայց որոշումը քոնն է, the choice is yours. God will not force his way into your life. God will not force his love and blessings on you. He has showed it to you on the cross how much he loves you. It is your choice today to accept him, to receive him. He's not expecting anything from you. He's just expecting you to say yes today. He just wants your consent for you to say yes to him. He knows you can't. That's why he says, I will. I will put my will in your heart. I will be your God. You will know me from within. Just believe that I've forgiven you, that I've washed you through my son's blood. When you believe that truth, he will be your God. He will begin to guide you and lead you. Այսօր սիրելիս, որոշում ընտրությունը քոնն է։ Երբ որ նայես խաչին ու հավատաս, Հիսուսը զորով ու ստիպողական չի, ոչ իր սիրով, ոչ իր պաշտպանությանը, ոչ օրհնությանը, ոչ է զորով չի փրկելու քեզ։ Կամքը քոնն է։ Բայց նա այնպես չի արել, որ չկարողանաս, որ դժվար լինի, ասում է նայի։ Քեզնից կախված է, որ դու ուզես։ Փրկիչը ես եմ։ Տեր ասում է փրկողը ես եմ։ Դու մեռածն ես քո մեղքերի մեջ։ Եկել եմ այսօր կյանք տալու քեզ, բայց դու պիտի տաս քո որոշումը, քո այոն։ Ուզում ես փրկեմ քեզ այսօր։ Ասա այո, Տեր ուզում եմ։ Փրկիր ինձ այր։ Փրկիր իմ կյանքս։ Եվ ինքը կանի, որտեղ ինքը փրկիչն է։ Ինքը արդարացնողն է, ինքը սրբողն է։ Քեզնից կախված է, որ դու ասես այո այսօր։ Սիրտդ բացես ու ասես այո Տեր, փրկիր ինձ, փառք քեզ Հիսուս, փառք քեզ Հիսուս, ամեն սիրտ Տեր մխիթարի այսօր, ամեն կոտրված սիրտ բժշկի այսօր, նաև աղոթում եմ ֆիզիկական հիվանդությունների համար Տեր, քո վերքերով հպվիր Տեր, հավատում ենք քո կատարած զոհին. The Holy Spirit is here. He's ministering. Whatever your need may be, he's here to minister to you. Jesus is here to wash your feet. Allow him to wash your feet. Allow him to minister to you. God is love, and it pains his heart when he's so full of love and he's not able to give it to you. He's not able to give it to you because you don't want it. Today say, yes, Lord, I want it. Love on me. Yes, Lord, wash my feet, Father. I want to have a life, a journey with you. I want your love. I need your love. I surrender to you. Հանձնվում եմ քեզ, Տեր. Հանձնվում եմ քեզ, Տեր. Հալելույա. Ախպերս ուզում ես վերջացրեցինք այսօրվա ինձ թվում է այս պաշտամունքի մասը, նաև հացի մասը ունենք։ Խնդրեմ, ով է փակում այսօր։ Վերջուտեք ախպերը, արիջուտեք ախպերը։ Տերը դրելա։ Շնորհակալ ենք մեր Աստծուց, մեր Փրկչից։ Իր անունը փառավորվի։ Շատ հետաքրքիր է, երբ որ այսօրվա համար որոշված էր, որ պետք է հավաքվեինք, տեսեք Աստված ինչքան լավ բարենպաստ եղանակ տվեց մեզ։ Որոշներ ասում էին անձրև լինելու, ցուրտ է, հետաքրքիր է, մի խոսք իմ միջից կարծես անկախ ելավ, այդ ժամանակ եղբայրները որ խոսում ենք, ասեցիք 80 աստիճան է լինելու։ Այսօր նայեցի, տեսա 80 աստիճան է։ Փառք Աստծուն, Աստված մեծ ողորմություն արեց, անումա մեր համար, անումա ձեր համար, հոգիների փրկության համար, ովքեր որ այսօր անգամ նոր էին եկել, առաջ անգամ էին, կամ դեռ իրանց սրտերը չեն տվել, այնպես Քրիստոսին տվեք ձեր սրտերը, որտեղ այս բոլոր պայմանները բարենպաստում են մի բանի համար Քրիստոսի գալուստին այսօր ինչպես շատ խոսվեց, որ մենք իր հետ լինենք հավիտյան։ Նայեք, տեսեք, մի տեղ հիշեցի, որ
Մարիամն ու Մարթան, Մարիամը Քրիստոսի ոտների մոտ էր, իսկ Մարթան ծառայություն էր անում։ Բայց եկավ մի ժամանակ հասավ, որ իրենց եղբայրը ննջեց, եւ որ Հիսուսը եկավ, երկուսն էլ նույնն ասեցին, եթե այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր ննջի։ Թեկուզենի ոտքերի մոտ էր, այն էլ ընդեղ էր։ Այսօր մեր քուր եղբայրները ընդեղ ծառայություն են անում, որոշներն էլ ոտքերի մոտ էին ստեղ էին։ Բայց եկավ ժամանակ երկուսով էլ նույնն ասեցին։ Իսկ Հիսուսն ինչ ասեց։ Այն որ դուք ձեռով դրել եք, ասեք, այդ քարը հիմա տարեք այն կողմ։ Դուք եք դրել այդ քարը, տարեք այն կողմ, Տեր հիմա հոտած կլինի։ Չէ, տարեք այն կողմ։ Ինչ որ բաներ, որ դուք ձեր ձեռով եք արել, էդի տարեք մի կողմ, դրանից ազատագրվեք։ Իսկ Հիսուսի ողորմությունը հավիտյան կա։ Տերը օրհնի։ Ես ուզում եմ մի հատ աղոթք, ես բոլոր ընթացքի համար, եւ հացի ջրի համար, եւ ամեն բանի համար, բանես ասելի։ Օրհնյալ Աստված փառքես, կրկին շնորհակալ ենք ամեն բանի համար, շնորհակալ ենք մեր փառաբանության խմբի համար, շնորհակալ ենք եղբայրներիս համար Աստծո խոսքը մատակարարելու, շնորհակալ ենք բոլոր քո ժողովրդի համար, որ դու հավաքել ես այստեղ։ Շնորհակալ ենք Հայր, քո Աստվածային օրհնությունը թող միշտ լինի քո զավակների վրա։ Ինչ հոգսեր, ինչ կարիքներ, ինչ դժվարություններ, ինչ նեղություններ որ կան, սրտներում, ընտանիքներում դու ազատագրես, դու ողորմություն անես։ Տեր Աստված, բոլորին օրհնի, մեծեր ու փոքրներ, տարեցներ ու ծերեր, հիվանդներ ու տկարներ, կույսեր ու երիտասարդներ, մանուկներ ու պատանիներ, ծանրաբեռված քույրեր ու նորաստեղծ ընտանիքներ, նորացին մանուկներ, Աստծո օրհնությունը լինի բոլորի վրա։ Մնացած ընթացնել առաջնորդեց, հացը ջուրն էլ օրհնես, որ մեր քույր եղբայրները պատրաստեցին, բոլորին էլ Աստծո օրհնությունով օրհնես, Հիսուսի անունով աղոթեցինք, ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու աղոթությունը ձեր ամենք հետ լինի, ամեն։